Հիսուս Քրիստոսի անունով սիրելի եղբայրներ, բարի եկաք այս ճշմարտության խոսքը ծառայության, որ կսփռվի Փարիզեն։ Մի քանի վարգաններ են, պիտի վերակտնենք իրար, ուրեմն կանչեցեք ձեր ընկերները, բարեկամները, ընտանիքի անդամները, միասին ունենանք այս օրտնապեր ժամերը, պիտի շարունակենք Հովանու ավետարանի սերտողությունը, ուրեմն եկեք աղոթքով, խոնարհությամբ Տիրոջ երեսը փնտրենք եւ իր ներկայությունը վայելենք։ Ուրեմն մի քանի վարգաններ են, վերակտնենք իրար։
խորհրդական հավիտենականության հայր սքանչելի խորհրդական հավիտենականության հայր աղության իշխան ով զոր աստված քո արքայություն չունի սահման բարձր քո անունը բոլոր անուններից զորությունից տերություններից հավիտյանս հավիտենից թագավորելու ես տերտերած հավիտյանս հավիտենից թագավորելու ես տերտերած տշնամությունը քանդեց հոր հետ մեզ հաշտեցրեց իր արդարությունը մեզ տվեց ամեն ծուն թող ծրվի ամեն լեզու դավանի Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր տշնամությունը քանդեց հոր հետ մեզ հաշտեցրեց իր արդարությունը մեզ տվեց ամեն ծուն թող ծրվի ամեն լեզու դավանի Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Փառքը գդրվի մեր երրորդության Տիրոջը, Հորը, Որդուին եւ Սուրբ Հոգուին, հալելույա։ Փառավորվի մեր Տերը, որ մեզ բահեց մեկ շաբաթ մեմ եւս բոլորիս։ Բարի եկաք, սիրելի եղբայրներ, ճշմարտության խոսք այս ուղիղ ծառայության։ Իսկապես ուղի եթերի ծառայությունը, որ ամեն չորեքշաբթի կփորձենք սփռել Փարիզեն եւ հասնել ամեն դեղ որ գտնվի, կանոնք որ գուզեն անշուշտ Տիրոջ խոսքին մեջ սերդել Տիրոջ խոսքը, միապանվել Տիրոջ խոսքին հետ եւ Տիրոջ խոսքով ճանաչել Տեր Հիսուս Քրիստոսը, որ մեկը բխի կյանքը, օրհնությունը, ազատագրությունը, բժշկությունը, հավիտյանը սավիրանից նաեւ սրբությունը, որ որքան մենք պետք ունենք իր օգնության մեր այս խավար աշխարհին մեջ։ Ուրախ ենք, որ դուք մեզ հետ եք, Տերը օրհնեցես YouTube-ով, Խոսքը TV-ով, Facebook-ով, որ գայդեվիկ մեզ, նաեւ գողջունենք Լոս Անջելեսի մեր սերերի եղբայրները, որ իսկապես ամեն չորեքշաբթի մեզ գայդեվին եւ նաեւ ICF-ի մեր ծառայող գազմը, որ կծառայե 24 ժամ 24 ժամի վրա Տիրոջ խոսքը դարածել այդ Լոս Անջելեսի շրջանի մեր հայ ազգին։ Ուրախ ենք, որ Տեր ժամանակ ունենք, Տեր կարելիություն կա Աստծո խոսքը տարածելու եւ հասնելու քեզ գերազեին առաքյալները այս միջոցները ունենալու գերազեին քանի որ մարդիկ ավելի ծարավ էին այն ժամանակ հիմա էլ ծարավ են բայց ոչ թե Տիրոջ խոսքի ճշմարտությանը այլ ծարավ են մարդիկ իրենց հոգին խաղաղացնելու իրենց հոգին խաղաղվելու համար եւ անորմալ երբեք Աստծո խոսքը կպնդրեն հոգեվոր երկեր եկեղեցիներ բայց նպատակը ոչ թե Տիրոջ նվիրվելու այլ նպատակը այդ է որ իրենք հանգստանան հասկանաք շարժարիթը բոլորին տարբեր է եւ մեր ճշմարտության խոսքի ծառայության նպատակը այդ է որ ոչ թե դու հանգստանաս այլ դու Տիրոջը ճանաչես Երբ որ Տիրոջը կճանչնաս, ավելի կմիապանվիս, ավելի կհասկանաս եւ կնվիրվիս այն Տիրոջը, անշանակ Սուրբ Հոգին այո պիտի հանգստացնե քեզ։ Այո խաղաղություն պիտի տա։ Այո քեզ պիտի առաջնորդե։ Բայց այս բոլորը պիտի անե, որպեսզի դու իր կամքին մեջ ավելի զորանաս, իր կամքը կատարես եւ սպասես պարապանությամբ, երկրպագությամբ, խոնարհությամբ, ծառայելով սպասես քո Տիրոջը երկրորդ քալստյան։ Իրեն ըլլա փառքը եւ բադիվը։ Ուրախ ենք ինչպես միշտ ցեզ տեսնելու, ցեր հետ ըլլալու, անոնք որ մեր հետ են հիմա Աստվածորդն է դարածեք ցեր 4 կողմիներուն սիրելի եղբայրներ, որբեսի տերևս որուն որ գդարածես տերևս այդտեղեն
ինք գհեդեվի եւ այդ օր Տիրոջ խոսքը իր սրդին գհպվի քանի որ Աստված ավետարանի քարոզչությունով է որ մարդկանց կփրկի եւ ավետարանի քարոզչությունը ճշմարիտ եւ ուղիղ ձևով է որ մարդկանց կբերե ճշմարտության գիտակցությանը Աստված օրհն է աշխարհի մեր աշխարհի տարբեր երկիրներու բոլոր հավատացյալները քարոզիչները եկեղեցիները որոնք ճշմարիտ կքարոզեն Տիրոջ խոսքը այո Հիսուս պիտի վերադառնա եւ իր եկեղեցին իր ժողովուրդը կպատրաստի Երանի քեզի եթե դիտում Տիրոջ ժողովրդի մաս կգազմես Երանի քեզի եթե Տիրոջ եկեղեցի Քրիստոսի մարմինի մաս կգազմես Երանելի ես դու եթե Տիրոջ խոսքը դարձած է քո ամեն օրվա ըմբելիքը եւ ուդելիքը եւ այդպես Հիսուսի ցերկը բռնած կանաս առաջ իր փառքով հալելույա օրհնյալ է մեր Տերը Սաղմոս 118-ը հոյակապ սաղմոսներից մեկն է ուզեմ մեկ համար գարտալ 118-ին 15 համարը թիվ 15 նայեցեք ինչ գեղեցիկ կխոսի Արդարներուն բնակարաններուն մեջ ծնծության եւ փրկության ցայն կա Արդարներուն բնակարաններուն մեջ ծնծության եւ փրկության ցայն կա Դերոջը աչ ցերկը զորություն կգործե Այս 118-ը Սաղմոսը շատ հոյակապ Սաղմոս է, բայց այս համարը այսօր սրդիս խոսեցավ։ Արդարներուն բնակարաններուն մեջ ծնծության ցայն կա, պարապանության ցայն կա, հավատքի ցայն կա, դերը բաշտելու ցայն կա։ Եվ ասեմ ձեզ սիրելիներ, ինչ կբադահի մեր տուներուն մեջ։ Աստված գուզե մեր ընտանիքներու մեջ եւ մեր բնակարաններուն մեջ հասցնել իր սուրբ հոգվու ծնծության պարապանության ցայնը։ Ինչ կխոսվի մեր ընտանիքներուն մեջ։ Քո ընտանիքի մեջ ինչ կփարավորվի, ինչ նյութ կձեծվի։ Երանի թե մեր ընտանիքները դառնային փոքր եկեղեցիներ, մադուրներ, ուր այդտեղ Աստծո պաշտամունքը կբարձրանար։ Աստծո օրհնության մասին կխոսվեր։ Աստծո արդարությունը կպատմվեր։ Հիսուս Աստված ինքը դակարանի մեջ կսե թող այս պատմությունը սերունդ պատմեցեք իրար։ Դերը գուզե որ մեր բնակարաններուն մեջ Տիրոջ խոսքը բարձրանա։ Չեմ գիտեր եթե երեխաներ ունիս, ընտանիքի շատ է, մեծ է։ Այսօր կտեսնեմ կոնե Եվրոպայի մեջ ծնողները իրենց երեխաներուն բերանը կոծելու համար ցերկերնուն գուդան հերախոս, որուն մեջ կա խաղ, որպեսզի երեխաները իրենց հանգիստ թողեն։ Բայց ասեմ ձեզի, այս ռումբ մնե որ պիտի բայթի մի քանի ժամանակ հետո։ Մեր երեխաներուն մենք պետք է սորվեցնենք Տիրոջ մասին, Տիրոջ օրհնությունը, Տիրոջ խոսքը։ Եվ այստեղ գսվի արդարներուն բնակարաններուն մեջ ծնծության ցայն կա, ծնծության եւ փրկության ցայն կա։ Մեր բնակարաններում մեջ պետք է բարձրացնենք փրկության պատմությունները, Քրիստոսի խաչելությունը եւ հարությունը։ Մեր բնակարաններում մեջ ոչ թե մենք պետք է պատմենք այս կամ այն թրացին, հարևանին պատմությունները, այլ Հիսուս Քրիստոսի ըրած փրկակորձությունը։ Եվ այդպես է որ Տիրոջ ցերկը զորությամբ կգործե այդ ընտանիքներուն մեջ։ Այսօր գուզեմ մասնավորապես մեր ընտանիքները բերել ամենակարող Աստծո ցերկին առջև։ Եվ դերևս գոչն էլ քեզ սիրելիս, քո դան մեջ, դերևս զավակ չունիս, դերևս մինակ կաբրիս, այդտեղ թող բարձրանա միայն փրկության, ծնծության, Հիսուս Քրիստոսով վերստին ծնված հոգիի ցայները։ Թող մեր շենքերու մեջ, մեր բնակարաններուն մեջ փառավորվի դերը։ Մեր ընտանիքներուն մեջ, մեր ընկերներուն հետ, բարեկամներու հետ թող փառավորվի դերը։ Թող մեր ընտանիքները այսօր Տիրոջ օրհնությունը տեսնեն։ Հիսուսյանով գաղութեմ դեր, որ ամեն մեկ, որ այստեղ մեկը կհետևի, թող դառնա այն արդարության բնակարանը, որուն մեջ պիտի բարձրանա ծնծության եւ փրկության ցայներ։ Գաղութեմ ով դեր, որ ցերկդ երգնցնես, որ մեր օջախներու մեջ, մեր ընտանիքներու մեջ օրհնությունը կա։ Եվ այդտեղ արդարները շատնան, ապաշխարեն, զղջան, Հիսուս Քրիստոսի արյունով արդարանան, որպեսզի իրենց տանը մեջ օրհնություններ եւ փառք բարձրանա։ Հadouk ցևով գաղութենք այսօր մեր ընտանիքներու համար,
եւ փառք կտանք քեզ, որ մեր ընտանիքները, եթե մենք որոշած ենք Հիսուս Քրիստոսի աշակերտ դառնալ, մեր ընտանիքները այո քու ցերկերուտ մեջն են։ Օրտնյալ ես Տեր, օրտնյալ ես, դու որ մեզ համար խաչ ելար եւ հարություն արիր։ Օրտնյալ երաշխիք եղար մեզի, որ մենք բրգվինք եւ մեր ընտանիքները քեզ դառնան նաեւ հաջելի ընտանիք, հաջելի վայր։ Փառքը եւ բադիվը թող դրվի մեր Տիրոջը, հալելույա, ամեն, ամեն եւ ամեն։ Եկեք փառաբանենք այն Հիսուսին, որ պատրաստ այսօր օրտնելու, փոխելու, մաքրելու, սրբելու քեզ եւ քո ընտանիքը։ Միայն արդարությամբ Հիսուս Քրիստոսի ցերկը բռնե։ Քո ընտանիքիդ մեջ ուշադիր փամփասանքներ չլինեն, փողոքներ չբարձրանան, հայոյանքներ չլինեն, սխալ ճամփաներու ուղություններ չդրվի, սրա նրա յետևեն խոսելու դեղ չդառնա, այլ թող դառնա քո դունը ուրախության, պարապանության Հիսուս Քրիստոսի օրհնությունը, խոսքը, բացմությունը թող կարոզվի եւ թող խոսվի մեր ընտանիքներուն մեջ, այդպես որքան դեր Հիսուս Քրիստոսի հոգին դեղ գառնե, այնքան տևային աշխարհը կհերանա եւ քո ընտանիքդ գործնվին իրեն լա փառք։ Մի վերակտնենք իրար այս երկեն հետո Հովաննու ավետարան առաջին գլուխ պիտի շարունակենք մեր ընթերցումը։ Հալելույա, հալելույա, մինչև կյանքիս վերջին վարգյան դեր ողորմե ինձ, որ երգեմ քո երգը, բադվեմ եւ ծառայեմ քեզ, հալելույա։ Ավասիկ, այո, մինչև վերջին շունչը
օրտնենք Տիրոջը, քանզի մենք հասկացել ենք, թե ինչ կատարեց Հիսուս, այն մեծ խորքը, կորձը, որ կատարեց, այդ հավիտենականության մեջ ամբողջ եզերքի մեջ կատարեց այն կորձը, որ Աստված մարդացավ եւ մարդը սկորսված փրկեց եւ ճանաչեցուց մեզ մեր կյանքի նպատակը, մեր ստեղծողին մոտեցուց մեզ եւ այդպես մեր կյանքը բարավիճ չի անցնիր, անորոշ չի անցնիր, աննպատակ չի անցնիր, այլ մեր կյանքը ամեն մեկ վարդյանը պատիվ կբերե Տիրոջը եւ այդպես պետք է լա։ Անարմար թող Տերը Սուրբ Հոգիով մեզ միշտ օգնե, որ ամեն մեկ վարդյանը դառնա Տիրոջ պատիվ դրված կյանք։ Հալելույա։ Եվ ուսամ դու, որ հիմա լսեցիր այս երգը, դու որ հիմա միացած ես ինձի, փառավոր է Տերը, ասա Տեր օգնե, որ ամեն մեկ կյանքս, ամեն մեկ վարդյանս դառնա քեզի պատիվ։ Հալելույա։ Օրհնյալ է մեր Տերը, օրհնյալ է մեր Տերը։ Փառք մեր Հիսուսին։ Սիրելի քույր-եղբայրներ, Հովաննու ավետարան առաջին գլուխն ենք, համար 19-ն այսօր պիտի շարունակենք եւ փորձենք առաջին գլուխը վերջացնել։ Ինչպես ասեցի, Հովաննու ավետարանը խորհրդական ձևով գրված է, խորհուրդներ փոխանցելու, ոչ թե պատմությունը ներկայացնելու Տեր Հիսուսի կյանքին, այլ խորհուրդները փոխանցելու, աստվածաբանական խորհուրդները, հոգևոր խորհուրդները, ցույց տալու համար, թե Տեր Հիսուս Քրիստոս Աստվածն է, եկած մարդացած, հրյաներուն Մեսիայի միջոցով, իսկ ոչ հրյաներուն իրենց բոլոր սպասած աստվածներուն փակելով, բերելով կներկայացնե Հովաննեսը Հիսուս Քրիստոսը, որ միակն է կյանք տվող եւ հավիտենական կյանք տվող։ Այս ամբողջ քիրքին միտքը եւ շատ սիմվոլիկ ձևով կներկայացնե ամեն մեկ պատմությունը, ամեն մեկ ինչ որ կպատահի։ Ուրեմն համար 19 Հովաննեսին վկայությունը այս է, ուրեմն Հովաննես Մկրտիչի վկայությունը այս է, երբ հրյանները Երուսաղեմեն քահանաներ եւ ղևտացիներ ղրկեցին, որպեսզի հարցնեն անոր թե դուն ով ես։ Ինչու՞, քանի որ Հովաննես կմկրտեր, չրով կմկրտեր, քահանաները խանգարվեցան, քանի որ մկրտվածները հրյաները կմկրտեին ոչ հրյաներուն, որպեսզի հրյա դարձնեին, ավասիկ այստեղ կտեսնենք Հովաննեսը, որ քահանա չէ, եւ կմկրտե, այս ինչ նորություն է, ուրդեղ են եկած է, մկրտությունը այն ժամանակ կային նաեւ ուրեմն խմբակներ եւ մանավանդ մեծ խմբակ կար, որ քաշված էր Երուսաղեմեն լեռներու եւ սարերու մեջ կպնագեին էսենացիները, որոնք իրեն շատ ավելի խորը աստվածապաշտության մեջ էին, հերացած երկրեն եւ քաղաքեն, իրենք կմկրտեին եւ իրենք երբ կմկրտեին անձերը կդարձնեին իրենց անդամներ։ Ուրեմն այսպես խմբակներ շատ կային։ Մկրտությունը քրիստոնեական չէ միայն։ Ադալսեմ ցեզի։ Հիսուս մկրտության իմաստ տվավ, որովհետեւ քրիստոնյաները մկրտվին, բայց մկրտությունը հрьяաներու մեջ տալգար, ուրիշ աղանդներ կային, ուրիշ տեսակի խմբակներ կային, մկրտությունը միակ Հիսուս նոր չփերավ։ Հիմա ուրեմն գուքան եւ Հովաննեսին գսեն տուն ով ես։ Եվ անիգա խոստովանեցավ ու ճուրացավ, խոստովանեցավ թե ես Քրիստոսը չեմ։ Շատ կարևոր այստեղ ինչու, քանի որ հрьяաները կսպասեին Քրիստոսը, Քրիստոս ինք պիտի մկրտեր։ Ինք պիտի իրենինները դարձներ, ինք պիտի մաքրեր։ Եվ իրենք կսպասեին, եւ բոլոր այն ժամանակվա հрьяաները, որոնք հոգևոր բաներով սպաղված էին կամ կսպաղվեին, հոգևոր բաներով հետաքրքրված էին, բոլորը կսպասեին Քրիստոսը, Մեսիան, Բրգիչը, Օձյալը, որ 5 դագարանը խոստացավ եւ բոլոր հрьяաները կսպասեին։ Ուրեմն Հովաննես կսե ես այն ծեր սպասած Քրիստոսը չեմ։ Բայց տուն Եղիանես, ինչու, քանի որ մաղաքյա կրկին մեջ, մարգարեության մեջ գրված է եւ Տիրոջ կալեն առաջ Եղիան պիտի ուղարկեմ։ Ուրեմն Եղիան պիտի բանար Տիրոջը կալու ճանապարհը։ Ուրեմն այստեղ, երբ որ Հովաննես կսե ես Քրիստոսը չեմ, իրեն գսեն արդյոք դու Եղիան ես, որ գսպասենք, որ քեզ մե հետո Մեսիան պիտի գա։ Գսե ոչ, Եղիան չեմ։ Այն մարգարեն ես։ Գիշեք Մովսես ասավ, ինձ մեջ մարգարեմը պիտի գա։
եւ դուք անոր մդիկ ըրեք։ Այն մարգարեն ես, պատասխան տվավ ըսավ ոչ։ Այն դնսին թունով ես։ Ըսե մեզի որբեսի պատասխան տանինք մեզի ղրգողներուն։ Թուն ինչ կսես քեզի համար։ Շատ կարևոր է։ Գմգրդես, հոգևոր բաներ գխոսիս, բայց թունով ես։ Եվ անվասիկ պատասխանը, ես անոր ցայնն եմ, որ անաբադին մեջ կգանչե։ Շտկեցեք Տերոջը ջամփան, ինչպես Եսայի մարգարեն ըսավ։ Անվասիկ Հովանես գներգայացնե ինքը իրեն այն ուրեմն Եսայի մարգարեության խոսքը, որ գտնվի 40-րդ գլուխը Եսայի մարգարեության, պիտի գարտամ ձեր հետ 3-րդ համարեն սկսյալ։ Եսայի 43 եւ գսե անաբեդին մեջ կանչողին ցայնը դերոջը ջամփան պատրաստեցեք ու ամայության մեջ մեր Աստծուն համար շավիղ շտկեցեք ամեն ծոր պիտի բարձրանա ամեն լեր եւ բլուր պիտի ծածնա ձուրը պիտի շտկվի խորտուպորտ դեղերը հավասար պիտի ըլլան նայեցեք այստեղ դերոջը փառքը պիտի հայտնվի եւ ամեն մարմին մեկտեղ զանիգա պիտի տեսնե քանզի դերոջը բերանը խոսեցավ Հովանես կսե ես այս ցայնն եմ այս ցայնը ինչ կնե այս ցայնը գսե պատրաստեցեք ձեր ճանապարհները պիտի ամեն ինչ շտկվի եւ դերը պիտի կա եւ պիտի հայտնվի 5 դարի մեջ Եսայի մարգարեն այս դեր բառը որ գործած այստեղ Յահվեի մասին էր հորը մասին էր Աստծո մասին էր իսկ Հովանես այս համարը գփոխե եւ դեր բառը գվերլուծե Հիսուսով ով պիտի կա եւ պիտի հայտնվի դերը պիտի կա եւ պիտի հայտնվի ով է այն դերը Հովանես մգրդիչ այստեղ գսե Հիսուսն է այն դերը մեմ եւս փաստ Հիսուսի աստվածությունը նայեցեք հոյագապ ծևով մենք այստեղ գտեսնենք մեմ եւս շատ համարներ կան որ Հիսուս աստված է մեմ եւս այստեղ գտեսնենք Հիսուսի աստվածությունը ուրեմն ես այն ցայնն եմ գսե որ կպատրաստեմ դիրոջը կալը եւ հավասիկ իշմատին գսե հարցուցին իրեն ասելով ինչու գմրգրդես եթե դու Քրիստոսը չես եթե դու Եղիան չես եթե դու մարգարեն չես ինչու գմրգրդես Պատասխան տվավ անոնց Հովանես եւ ասավ ես չրով գմգրդեմ բայց ծեր մեջ կա մեկը որ դուք թեր չեք ճանչնար անիգա իմ յետևես եկողը որ ինձ մի առաջ եղավ որուն գոշիգին գաբը փանալու արժանի չեմ Ահավասիկ ինչ կսե մեկը պիտի կա ինչպես Եսայի մարգարեն գսե ցայնը գսե պատրաստվեցեք մեկը պիտի կա Հովանես գսե այն ցայնն եմ որ գսեմ մեկը պիտի կա Այդ մեկը հիմա ծեր մեջն է, բայց դու դեք չեք գիտեր։ Պիտի հայտնվի, ինձ մե վերջ պիտի հայտնվի, բայց ինքը ինձ մե առաջ էր, քանի որ ինքը Աստված է, ինձ մե առաջ էր, բայց ինձ մե վերջ պիտի հայտնվի։ Ես չորով կմգրդեմ, Մատթեոսին մեջ մենք կգարտանք, որ գսե ինք հոգյով եւ կրակով պիտի մգրդե։ Ասել է որ ինք այդ անձը որ պիտի կա, պիտի մգրդե ներսի մգրդությունով, ոչ թե արդակին մակրությունով։ Քանի որ չրի մգրդությունը արդակին մակրությունն էր հрьяաներուն համար։ Իրենք չրով գլվածվեին, որբեսի դաջար երթային։ Եվ շատերը մգրդությունը այդպես հասկացան Հովանեսին մգրդությունը, որ լվացվինք, մակրվինք, որբեսի երթանք լավ աղոթելու։ Բայց Հովանես կսե նայեցեք, ես չրով կմգրդեմ։ Հրյական օրենքները մեկ խոսքով գնեմ, որ մարդիկ ապաշխարեն, պատրաստվին, դաջար երթալու եւ աղոթելու, բայց ինձ մե վերջ պիտի կա մեկը, որ ինք հոգիով եւ կրակով պիտի մգրդե, ասել է ինք ներսեն պիտի փոխե մարդը, ոչ թե արդակին գրոնական մակրություն, չրի մակրություն, այլ ներսեն փոխելու աստվածային մակրությունով պիտի մակրե։ Աստեղ հոյակապ է երկու բան նախ առաջինը Եվ որ գսե ես Եղիան չեմ։ Հիսուս աշակերտներուն, եւ որ աշակերտները գսեն Հովանեսին համար ինք Եղիան էր, Հիսուս գսե այո, ինք Եղիան էր։ Ոչ թե Եղիան անձնավորությունը, քանի որ մինչև այսօր շատ հոգևոր մթնոլորտների մեջ գսպասեն, որ Եղիա մարդը, մարգարեն պիտի կա։ Բայց Հիսուս գսե եկավ, Եղիան եկավ գսե։ Հովանես մգրդիչը եւ իրենք չընդունեցին։
Ուրեմն Եղիայի հոգիով Եղիան պիտի պատրաստեր Քրիստոսի Մեսիայի կալուստը։ Եվ այդ Եղիան եկավ Հովանես Մկրտիչն է եւ Հիսուս եւ Հովանես Մկրտիչը ներկայացուց Հիսուսին։ Այս առաջինը։ Երկրորդը Հովանես Մկրտիչ կսե ես արժանի չեմ անոր գոշիգին գաբը քագելու։ Բայց Հիսուս Հովանես Մկրտիչի համար ինչ ասավ։ Ղուկաս 7-ին մեջ։ Ասավ ինքը մարգարեներուն ամենեն մեծն է։ Հիսուս բադվեց Հովանես Մկրտիչին, բարձրացուց մարգարեներուն ամենեն բարձր մագարտակը։ Եվ թեր Հովանես կսե ես իր գոշիգին գաբը քագելու արժանի չեմ։ Ինքը ամենեն լավն էր, բայց Հիսուսի առաջ իր գոշիգին կաբելու քագը արժանի չէր։ Գաբը քագելու արժանի չէր։ Գրնակ երևակայել որչապ խոնարհություն կա այստեղ։ Որչապ մենք պետք է սորվինք, որքանալ մեծը լանք, որքանալ դիդրոսներ ունենանք, որքանալ լավ հավատացյալը լանք, որքանալ մարգարե լանք, հովիվը լանք, ինչ որ ուզեք։ Հիսուսի առաջ մենք պետք է գիտնանք, որ իր գոշիգին գաբերը քագելու արժանի չենք։ Մենք այնքան պետք է խոնարհ լանք այն Տիրոջ առաջ եւ ոչ թե այսպես անփարդավանությամբ երբեմն հավատացյալները խոսքեր գխոսին, հոգեվոր բաներ գսեն, քիչ բաշոն ունեցողները այնպես կնեն, որ կարծեք թե ինքնենք ստեղծած են երկինքն ու երկիրը։ Հովանես, որ Հիսուս կսե ամենեն բարձր մարգարեն էր։ Ինչ պատիվ։ Հովանես կսե չէ, ես արժանի չեմ իր Հիսուսի գոշիգի գաբերը քագելու։ Որքան խոնարհություն պետք է սորվիս դու եւ ես, որքան խոնարհություն պետք է սորվինք, որ Հիսուսի համեմատ, Հիսուսի թիմած ըլլալով մենք միշտ պետք է խոնարհինք։ Հալելույա։ Եվ գսա այստեղ համարը այս բաները Պետրապայի մեջ եղան Հորտանանի Անտիգոմ ուր Հովանես գգենար եւ գմգրդեր։ Հետևյալ օրը Համար 29։ Եվ այստեղ կարևոր է հետևյալ օր գսվի մի քանի անգամ հետևյալ օր, ինչու գսեմ ցեզի, քանի որ պիտի տեսնեք քիչ առաջ ասի շատ խորհրդանիշներ կան Հովաննու ավետարանի մեջ։ Եվ այս հետևյալ օրերը ցեզի քան անգամ կբացատրեմ թե ինչու գրված է հետևյալ օրը։ Ամենատեպս համար 20 հետևյալ օրը Հովաննես տեսավ Հիսուսը, որ իրեն գուկար։ Ահա։ Եվ ասավ. Ահա Աստծո կարը, որ աշխարհի մեղքը կվերցնե։ Չմոռնաք հրյաներուն գխոսի։ Հրյաները պատրաստ էին եւ միշտ կերտային տաճար, ինչ անելու, որովհետեւ այդտեղ իրենց մեղքերու համար զոհ մատուցանելու Աստծո։ Մովսեսի օրենքը այսպես էր։ Հիմա Հովաննես կսե. Ահա այն կարը, այն կարնուգը, որ Աստված ինք ուղարկեց, եւ այն կարնուգը ինչու ուղարկեց, որովհետեւ աշխարհի մեղքերը վերցնե, ոչ թե միան հրյաներու, ոչ թե մի քանիներուն, այլ ամբողջ աշխարհի մեղքը վերցնելու համար, որքան կարնուկներ պետք էր ըլլար, որ այնքան մեղքեր մաքրվեր եւ ներվեր։ Այստեղ Հովաննես կսե Հիսուս Քրիստոսի անձնավորության մեջ ամբողջ դիեզերքի մեղքերը պիտի ներվի։ Ոչ թե միայն այդ րոպեին, այլ մինչև իր երկրորդ գալստյանը։ Աստծո կարը նշված մեհատ Հիսուս Քրիստոս մինակ ինքը բավարար է ներելու ամեն դիեզերքի մեղքերը։ Եվ գսե ասիգա է որոն համար ես կսեի իմ յետևես մարդ մգուկա որ ինձ մե առաջ եղավ վասնզի ինձ մե առաջ էր ու ես զանիգա չէի ճանչնար բայց անոր համար ես եկա չրով մգրդելու որբեսի անիգա Իսրայելին հայտնվի ես չէի ճանչնար գսե հիմա այստեղ կարևոր բան կա Հովաննեսը եւ Հիսուսը իրար զարմիկներ են եթե գիշեք պատմությունը Հովաննեսը գճանչնար Հիսուսին Հիսուսն ալ Հովաննեսին բայց Հովաննես չէր գիտեր որ Հիսուսն է Աստծո կարը անոնա չէր ճանչնար չէր գիտեր որ Մեսիան Քրիստոսը Աստծո մեջ ղրգվածը Հիսուսն էր ինքը ճանչնար կամ իր զարմիկն էր բայց չէր ճանչնար իբր Աստծո
զավակ Աստծո կառնուկը։ Եվ այստեղ կարևոր է որ նայեցեք Եսայի 53-ին մեջ կարևոր բան կա որ գսվի 53-ին 7-ն գսե հետևյալը անիգա անիրավություն գրեց ու չարչարվեցավ բայց իր պերանը չպացավ մորտվելու դարվող ոչխարի պես իր խուզողներուն արջև մունչ կեցող մակիի պես այնպես իր պերանը չպացավ Եսայի 53-ը մարգարեություն է Հիսուս Քրիստոսի խաչելությանը, չարչարվելու հարությանը եւ այստեղ կսե ահա Աստծո կարը գհիշեցնե հрьяներուն Եսայի 53-ի մորթվող կառնուկը որ պերանը պիտի չփանար ինչու քանի որ պիտի մորթվեր մարդկանց մեղքերը ներելու համար ամեն մեկ խոսքը այստեղ իր վարդապետական լուրջ կարևոր իմաստ ունի ուրեմն ես չէի ճանչնար ինք եկավ ինքն Աստծո կարը եւ գսա այստեղ ես եկա չկա մգրով որբեսի գսե անիգա Իսրայելին հայտնվի նորից կվերադառնանք Եսայի 40 գլուխը որ գարտացի ինչ գրված է այդտեղ եւ դերոջը парքը պիտի հայտնվի եւ որ գանչող ցայնը պիտի գանչի ջամփան պիտի բանա դերը պիտի կա եւ դերոջ парքը պիտի հայտնվի եւ այստեղ ինչ կսե Հովանես գսե եւ Աստծո եւ ինք Իսրայելին պիտի հայտնվի իբր Աստծո կարը իբր այն դերը որուն մասին ես կգանչեմ որուն ջամփան ես կպատրաստեմ հալելույա հալելույա ամեն ինչ գարկավորված ճշտված մարգարեությունը փարարփար կգարկատրվի այստեղ եւ գերեւնա կհայտնվի հալելույա Եվ Հովանես վկայություն տվավ ասելով թե գտեսնեի հոգին որ աղավնի պես երկնքեն գիչներ ու անոր վրա գհանգչեր Եվ ես զանիգա չէի ճանչնար բայց անոր զիս խրգետ չրով մգրդելու ինք ըսավ ինձի որուն վրա դեսնես որ հոգին գիչնե ու գհանգչի անոր վրա անիգա է սուրբ հոգիով գմգրդե մգրդողը ես ալդեսա եւ վկայեցի թե ասիգա է Աստծո որդին Ավասիկ իր մգրդությունը գերևնա այստեղ Հովաննեսի մգրդությունը գերևնա ասելով թե ես կպատրաստեմ Սուրբ հոգիով մգրդողին Չէի ճանչնար մարդկային գազմավորություն չէ մարդկային գարկատրություն չէ գրոնական հիմիկը չէ Աստված ինք ըսավ նույնիսկ իմ ծառմի գսեր ես իրեն գճանչնայի դերս իրար հետ խաղացած էին երեխայի ժամանակ չեմ գիտեր գճանչնայի բայց ես նույնիսկ չէի գիտեր Աստված հայտնեց եւ այս կարեւոր է այն որ գսե հոգին գիչնե անշուշտ մենք գիտենք ավնի գերբարանքով իջավ այն պիտի ըլլա իմ կառնուկը որ պիտի մեռնի աշխարհի մեղքերու համար եւ ինք եկավ մգրդելու մարդկանց ներսեն փոխելու սուրբ հոգիով որուն մենք արդեն ագանադես եղանք գործ արակելոցը երբ սերդեցինք հոյագապ մոդեցում է ներգայացում է Գիշեք անցյալ շաբաթ առաջին 18 գլուխը Հովանես կներգայացնե Հիսուսին իբր լույս, իբր բանը, իբր լոգոսը, հավիդենականը կներգայացնե եւ գսե այս է Հիսուս Քրիստոս որ հորը մեջն է եւ հորմեն եկավ։ Հիմա այստեղ կներգայացնե Հիսուս Քրիստոս իբր այն կառնուկը, որ պիտի մեռնի։ Չներգայացներ իբր այդ հաղթականը, այլ կներգայացնե իբր այդ կառնուկը։ Այն լույսը, որ լուսավորեց խավարին, եկավ իրենիներուն իրենները չջանցան, բայց անոնք որ ընդունեցին զինք Աստված իշխանություն տվավ Աստծո որդիները լալու, որոնք ծնած են ոչ թե մարմինե, այլ Աստուծո Սուրբ Հոգիեն, այն Հիսուս Քրիստոսը գուկա մեռնելու։ Աստծո կառնուկը լալու եմն դիդրոս կուտա այստեղ Հովաննես մգրդիչ Հիսուսի համար ասելով պիտի մեռնի։ Սկիզբեն կներգայացնե Հիսուսին իբր մեռնող մորտված կառնուկ եւ եթե գարտացել եք հայտնության գիրքը Հիսուս այդտեղ կներգայանա փարավորված բայց մորտված կառնուկ ահա ասիկ իր դիդրոսը ամեն ինչ իր մովը ստեղծվեցավ գարտացինք անցյալ անգամ ամեն ինչ մով է ինչ որ գա իր մով է այո ամեն ինչ Քրիստոսով է բայց այդ Քրիստոսը իր սիրածներուն համար եկավ կառնուկի նման պիտի մորտվի
որբեսի բոլոր անոնք որ հավատացին մաքրվին, ներվին եւ ազատագրվին իրենց մեղքերեն։ Հալելույա։ Օրհնյալ է մեր Տերը։ Օրհնյալ է այն խոսքը, որ մեզ գսորվեցնե այսօր, որ մեր մեջ կփանա նաեւ այդ միտքը, այդ հոգին, որ այդ Հիսուսին մենք որքան պետք ունենք։ Մարդկային գարկատրություն չէ։ Նորեն կգտնեմ, գրոնական գարկատրություն չէ։ Հիսուսի աշխարհակալը մարդկային մտքերով չէ։ Գնաք Երևաններ շատերը գսեն Հիսուս եկավ գրոնք ուզեց ստեղծել, ցախողեցավ խաչին վրա իրեն սպանեցին։ Եթե ինքը գրոնք ուզեր ստեղծել, եթե ինքը իսկապես ասենք գնամսեր խապեպա մեկներ, կոնե իր զարմիգը պետք է գիտնար այդ բանը։ Իր զարմիգը լուր չուներ։ Մինչև այնտեղ որ Աստված հայտնեց երկնքեն թե ով էր Հիսուս։ Հալելույա։ Հետևյալ օրը համար 35։ Քիչ առաջ ասենք հետևյալ օրը, հիմա հետևյալ օրը Հովհաննես դարձյալ գայներ էր երկու աշակերտներուն հետ։ Նայելով Հիսուսին գողմը, որ գբդդեր, ըսավ. ահա Աստծո կարը։ Այս ասելով երկու աշակերտները կացին Հիսուսի ետևեն։ Գրեստեք Հովհաննես, երբ ինք աշակերտներ ուներ, իմ այս աշակերտները, որ հիմա անունները գուտան քիչ հետո, Հովհաննեսի աշակերտներն էին, գսորվեին, գնստեին, Հովհաննես կբացատրեր 5 դագարանը, նոր դագարանը, ավելի 5 դագարներով մարգարեությունները կբացատրեր, օրինակ Եսայի մարգարեության այդ գանչող ցայնը։ Եվ հիմա երբ որ Հիսուս եկավ, Հովհաննես իր աշակերտներուն գսե. Կացեք իր ետևեն։ Ես իմ կորձս կատարեցի։ Ես գանչող ցայնն էի ներկայացնելու դեր Հիսուս Քրիստոսի աշխարհակալը։ Հիմա դուք պիտի երթաք, ինք իր կորձը պիտի կատարե։ Նորից կտեսնենք այստեղ հոյագապ խոնարհություն։ Քանիներ կան այսօր իրենց հոգևոր աթոռներու վրա նստած տարիներ չեն ուզեր փոխանցել իրենց աթոռները ուրիշներուն։ Չեն գրնար հասկանալ, որ ժամանակը եկած է, որ կանգնին եւ փոխանցեն իրենց ծառայությունը ուրիշներուն։ Հովհաննես խոնարհությամբ իր բաժինը կատարեց եւ ասավ կացեք իմ Հիսուսի ետևեն, կարը Աստծո ինքն է։ Եվ անոնք կացին Հիսուսի ետևեն։ Հիսուս երբ դարձավ եւ տեսավ զանոնք, որ իր ետևեն գուքային, ասավ անոնց. ինչ կուզեք։ Անոնք ալսին իրեն ռաբբի, ասել է վարդապետ, ուր է քու օտևանդ, ուր գփնագիս։ Ինչու։ Քանի որ աշակերտները իրենց ուսուցիչներուն հետ գլային։ Միշտ միասին էին։ Միասին գխոսեին, միասին մեծամասնությունը իրար հետ էին, իրար հետ կապրեին, իրար հետ գխոսակցեին երկար։ Հիմա կվապես չէ, որ շաբաթը մեկ անգամ 1 ժամ, 2 ժամ եկեղեցի երթանք եւ վերջացավ։ Անժամանակ աշակերտը իր տիրոջը, իր ուսուցիչին հետ անդադար գլար։ Անորոմար քիչ առաջ ասել էսենացիները որ գային, քաշված էին քաղաքներեն եւ այդպես լերներու մեջը գաբրեին, իրար հետ գաբրեին, որբեսի ավելի խորանային հոգեվոր բաներու մեջ։ Այս այդտեղի մտայնությունն է եւ աշակերտ ուսուցիչի մտայնությունը այդպես է։ Եվ որ Հիսուսը ասեց դուք իմ աշակերտներս պիտի լաք, այդպես էր։ Աշակերտները Հիսուսի հետ 3 տարի ապրեցան։ Ոչ թե միան գիրագյորերը ճշտամունք ըրին։ Եվ ասոր մասին շատ խոսեր եմ, եւ դժբախտաբար եկեղեցի բարը հավատ քրիստոնյա հավատքը բոլորովին դծեվացած է, ծևը փոխված է, իմաստը փոխված է։ Առաջ այդպես չէր։ Աշակերտը իր տիրոջ հետ, իր ուսուցիչին հետ, ինչպես Հովհաննեսը ուներ իր աշակերտները։ Հիմա աշակերտները կացին Հիսուսին գսեն ուր գփնագիս, որբեսի մենք ալկանք։ Իմանանք, որ միշտ քո հետը դլանք, քանի որ մենք կուզենք հիմա քո աշակերտները դլանք։ Եվ Հիսուսով եկեք եւ տեսեք։ Կացին եւ տեսան, ուր որ ինք գփնագեր։ Այն օրը անորքով գեցան, վասն ժամը արդեն ուշ էր։ Հիմա նայեցեք Հիսուսի հարցը։ Երբ որ տեսավ, որ իր ետևեն ուքան, չսավ, այս ինչ լավ է, մարդիկ ուքան իմ ետևեն։ Սավ չէ, ինչ կուզեք, ինչ է քո ծեր շարժարիթը, ինչու կուզեք գալ իմ ետևես։
Եվ երբ որ աշակերտներս ուր է քո օթևանդ, ասել ուզեցին, մենք ուզենք քո հետ լալ։ Ոչ թե մեզի այս դուր այն դուր, քանի որ դեռ չէին գիտեր որ Հիսուս հրաշքալ գնե, դեռ Հիսուս հրաշքալած չէ։ Չէին գիտեր Հիսուսի մարգարե չէ, միայն գիտեն, որ Մեսիան է, որ այն որ իրենք կսպասեին, այն որ հրյաները կսպասեին տարերը ի վեր, որ իրենց ուսուցիչը Հովհաննես Մկրտիչ ըսավ իրենց այս է Աստծո կարը, իրենց համար բավարար էր, որ միայն չթողնեին անձը Հիսուսի, ոչ թե ցերկը նայեին, այլ Հիսուսի նայեին։ Այսօր մեր քրիստոնյա աշխարհին մեջ քանիներ սխալ շարժարիտներով գեհդեվին Հիսուսի։ Քանիներ գեհդեվին Հիսուսի, թե Հիսուս ինչ պիտի դա, ինչ պիտի ասե, ինչ պիտի հայտնե, ինչ բաներ պիտի ընե իրեն, եւ անոր համար գեհդեվին Հիսուսին։ Գաղութեն որ հայտնություն ստանան, գաղութեն որ լավ զգան, գաղութեն որ Սուրբ Օգով լեցվին հրաշքներ ունեն, գաղութեն որ տրամ ունենան, գաղութեն որ առողջ լան, ժողովուրդ։ Այստեղ կտեսնենք աշակերտ ըսվածը գեհդեվի Հիսուսին բարձրապես Հիսուսին անձը ընդունելով, որ ինք Մեսիան է, փրկիչն է, ամբողջ դիեզերքը իրմով ստեղծված է, ինքն է մեզ կարևորը, ոչ թե ինչ պիտի դա մեզի, այլ իր անձն է կարևորը։ Եվ այստեղ զարմանալի այն օրանորքով գեցան Սիմոն Պետրոսին եղբայր ուրեմն Անդրեաս այդ երկուքեն մեկն էր, որոնք լսեցին Հովհաննեսին եւ անոր հետևեն կացին։ Ուրեմն անիգա նախ իր Սիմոն եղբայրը գտնի եւ գսե անոր կդանք Մեսիան, որ Քրիստոս կթարգմանվի։ Եվ դարավ գսես անիգա Հիսուսինքով։ Գրնակ երևակել ավետարանչությունը ոչ թե եկեք Հիսուս լավ բաներ գնեցեր կյանքին համար։ Եկեք Հիսուս ձեր մեղքերը գները, ձեզ լավ գլա, ձեզ ուրախություն գուտա, ձեր աբական կշտկվի, ձեր ընտանիքները գործնվի։ Այդպես չէ։ Հիսուսն է պատասխանը քո կյանքին, իր անձն է կարևորը, կդանք Մեսիան, ոչ թե կդանք հրաշքնողը, ոչ թե կդանք մեզ լավ բան տվողը, ոչ, մենք կդանք Մեսիան։ Եվ նորեն կգտնեմ, որ Հիսուս ոչ մեկ հրաշք կրած չէր։ Իրենց համար հեչ կարևորություն չուներ, բնավ կարևորություն չուներ, թե Հիսուս հրաշք ըրեր է, պիտի ընե, ոչ մեկ կարևորություն։ Կարևորը այդ էր, որ այդ սպասված Մեսիան, Աստուծո ղրգվածը, Աստուծո օձյալը ինքն է։ Եվ իրենց ուսուցիչը Հովհաննես Մկրտիչ գվգայե, թե Քրիստոսն է այն Մեսիան, Հիսուսն է այն Մեսիան։ Եվ իրենց բավարար է։ Գասկնակ այսօր սիրելի քուրիախբայներ, որքան հավատացյալներու մեջ սխալ շարժարիտով Հիսուսի հետևորդներ կան։ Ես իմ հովվական ծառայության փորձառությամբ կրնամ ասել ցեզի։ Մարդիկ եկեղեցի ու կան ոչ թե Հիսուսի բաշտելու, ոչ թե Հիսուսին նվիրվելու, ոչ թե Հիսուսին խոսքերը լսելու, ոչ թե ապաշխարելու եւ խոնարհվելու, այլ եկեղեցի ու կան լավ զգալու։ Պետք է բաշտամունք այդպես լավը լա, այդպես լավ երկեր երկենք, որ իրենք լավ զգան։ Պետք է քարոզը այնպես լավը լավ, որ իրենք լավ զգան։ Իսկ մարդիկ այդ եկեղեցի շենքի մեջ այնքան լավ պետք է իրենց հարկեն, որ իրենք լավ զգան։ Եթե այս բաները չլար, իրենք չեն կար եկեղեցի։ Եվ շատ, ինչպես կսեմ, շատ շփացած ցևով ալգսեն, մենք եկեղեցի չենք կար, քանի որ այս լավ չէ, այն լավ չէ, այսպես լավ չէ, այնպես լավ չէ։ Ժողովուրդ մարդիկ գործընծուցած են, ինչ ասել է քրիստոնյա Քրիստոսի հետևորդ անձ։ Եվ սրտիս ցավը, եւ գիտեմ շատերու սրտին ցավը այդ է։ Մենք կդանք Մեսիան բավարար է մեզ։ Եվ սկսան իրար դակցնել աշակերտները։ Կացին Պետրոսին ասին կդանք Մեսիան եկուր։ Եղբայր Անդրեասը Պետրոսով կդանք Մեսիան եկուր։ Եվ ահավասիկ, եւ դարավ զադիկա Հիսուսինքով։ Հիսուս անոր նայելով ասավ. Տուն ես Հովնանի որդին Սիմոնը, տուն Գեպաս պիտի գոչվիս, որ Պետրոս կթարգմանվի։ Ինչ կպատահի այստեղ։ Նախ ասեմ, թե Հիսուս չկանչեց իրենց, իրենք եկան Հիսուսի։ Այստեղ կարևոր է, որ Աստված կգազմակերպե ամեն մեկուս հոգևոր կյանքը։
Եվ որ գտեսնե Հիսուս Պետրոսին, գիտե Պետրոսին բնավորությունը, շատ լավ գիտե ինչ պիտի ըլլա, շատ լավ գիտե ով էր Պետրոս, բայց Հիսուս իր անունը փոխելով, երբ որ գսա այստեղը գեպաս, ուրեմն արամերեն գեպաս ասել է քար, ժայր, հունարեն Պետրոս, նույն իմաստն է, գեպաս Պետրոս նույն իմաստն է, մեկը հունարեն է, մեկը եբրայերեն է, արամերեն է, ուրեմն ինչ ընել ուզեր, ինչ ըրավ Հիսուս, իրեն ասավ, որ դու դերևս հիմա չես հասկնար, ինձ կհետևիս, եկերես իմ առաջս ես հիմա հազիվ նոր ծանոթացանք, չես գիտեր ինչ պիտի լա, ինչ կա, ինչ չկա, բայց ես գիտեմ, ես քո աբակատ գիտեմ, եւ ես քեզ կպատրաստեմ դեպի քո աբակատ, անոր համար քո անունդ կփոխեմ, որ քո աբակատ քո անունիդ համացայն ըլլա, որբեսի դու պատրաստես քո աբական։ Սիրելի քույր եղբայրներ, հայրենակիցներ, անոնք որ գաբաշխարեն եւ դեր Հիսուս Քրիստոսը կընդունին, Աստված իրենց նոր անուն կտա։ Հայտնության մեջ գրված է նոր անուն, որ մեկը չգիտեր։ Բայց մենք գիտենք այդ անունին միտքը կոնե ինչ է։ Նոր անունը Աստծո որդիներ է։ Ինչու մեզի Աստծո որդիներ կգոչե, որբեսի մենք Աստծո որդիներու պես ապրենք, որբեսի մենք գիտնանք, որ մենք Աստված մեզի դված է դիդրոս, Աստծո որդիներ, եւ մենք այդ դիդրոսի նման ապրենք։ Ուղղությունը մեզ գտա դերը, որբեսի մենք մտնենք այդ ուղղության մեջ։ Աբական մեզ ցույց կտա։ Ես կսեմ բիդերտամ ցեզ դեր բիդ պատրաստեմ, երբ որ պատրաստեմ բիդի կամ ցեզ բիդի վերցնեմ, բիդ դանին իմ հետս աբական ցույց կտա, որբեսի մենք աբական տեսնելով մեր ամեն օրվանը ապրենք։ Հալելույա։ Երանի հավատացյալ ըսված քրիստոնյաները իսկապես գիտնային, թե իրենք ով են Քրիստոսով, թե ով է Հիսուս եւ իրենք ով են Քրիստոսով։ Շատ բան կփոխվի մեր եկեղեցիներու մեջ, շատ բան կփոխվի այսօր քրիստոնյա աշխարհին մեջ։ Չնայած բոլոր գրոնական այդ սիստեմներու, որոնք մեզ հապեր են, գրոնական սիստեմները, եկեղեցական սիստեմները, հավատացյալները սիստեմները մեզ հապեր են, վերադառնանք ինչ որ է քիրքը։ Բոլոր այսօր եկեղեցիները գսեն մենք Աստվածաշունչին կհետևենք, բայց ասեմ ցեզի այնքան չեմ հավատար։ Աստվածաշունչին հետևորդը աշակերտ է Քրիստոսի։ Աստվածաշունչի հետևորդը ինք գիտե ով է, ուր գերտա եւ երբ որ գինա, գիտե ինչպես պետք է շտկվի, ինչու պետք է ապաշխարե, ինչու պետք է զղջա, երբ որ ես սխալ գնեմ, ես պետք է գիտամ ինչու պիտի զղջամ։ Ոչ թե գզղջամ, քանի որ պետք է զղջամ, չէ, ես գիտեմ ով եմ։ Եթե ես Աստծո որդի եմ Հիսուս Քրիստոսի արյունով, ես ունիմ նպատակ կյանքիս մեջ, եւ այդ նպատակը աշակերտը գիտե։ Ես չեմ հետևիր Հիսուսի, քանի որ Հիսուս իմ կյանքս այս հրավ, այն հրավ, այն հրավ, այն հրավ, ոչ, ես կհետևեմ, քանի որ իմ կյանքիս նպատակը ինքն է, իր անձն է, իր ներկայությունն է, իր խոսքն է, իր միտքն է։ Իմ կյանքիս նպատակը Հիսուսն է, ոչ թե Հիսուս ինչ պիտի դա։ Կհասկնաք, հուսամ ձեր մեջ կփոխվի շատ բաներ։ Աուտքները թող փոխվին սիրելիներ։ Կյանքիդ նպատակը ոչ թե Հիսուս ինչ պիտի դա, ինչ պիտի ընե, ագամ ինչ ըրավ, կյանքիդ նպատակը ով է Հիսուս։ Հալելույա, կառն Աստծո, փանը Աստծո, հավինական, որ Աստված էր Աստծո կողմներ եւ Աստված էր ինքը։ Եկավ լուսավորեց եւ կյանք տվավ մեզ եւ դարձավ նաեւ Աստծո կարը, որ իմ համար մերավ իր սերը բավարար է ինձ ոտքի բահելու։ Ինք մեսիան է, օձյալն է, որոշվածն է։ Եվ որ գսենք օձյալ ասել է Աստված օձած է, մատնանշած է իրեն։ Եվ անորմար գսե ամբողջ դիեզերքը այսօր Քրիստոսի առաջ պիտի գանքնի։ Անորմար օձյալն է ինքը։ Ամբողջ դիեզերքը։ Եվ անորմար ան որ Հիսուսը չունի, հավանական կյանքը չունի, այլ գսե Աստծո փարգությունը իր վրան է։ Ան որ Քրիստոսին չհնազանդիր, Աստծո փարգությունը իր վրան է, ամբողջ դիեզերքը, նույնիսկ Աստված մգրդության օրը, երբ Հիսուս մգրդվեցավ, այստեղ գրված չէ Հովհաննեսի մեջ, բայց Մատթեոսին եւ Ղուկասի մեջ գա, Աստված ինքը Սուրբ Հոգիով ասավ, այս է իմ միածին որդին, որուն հավներեմ։ Իսկ երբ որ Հիսուս այլագերբեցավ, ասավ, այս է իմ միածին որդին, որ ադոր մդիկ ըրեք։ Ամբողջ դիեզերքի Աստվածը չսեն ինձ մդի գրեք, կսե ադոր մդի գրեք։
Ամբողջ շեշտը տրված է Հիսուսի վրա։ Կդանք Մեսիան, կդանք Մեսիան, կդանք այն կանցը, որ մենք կսպասենք։ Հուսամ տունալ ուրախ ես ասելով Հիսուս ունիմ, բավարար է ինձ։ Հուսամ իսկապես քո սրտիդ մեջ են այդպես է։ Պերանացի մի սեր, քանի որ նախ չեմ լսեր, ես ինչ որ գսես, բայց երկրորդ Աստծո առջևալ հաճելի չէ պերանացի այդպես բաներ խոսիլը։ Մենք երբեմն հավատացյալներ ենք մաշտամունքներու ընթացքին կամ հավաքույթներու ընթացքին, այսպես քեղեցիկ աղոթներ կբարձրացնենք, մարդկանց մեջ կուզենք ցույց տալ, որ մենք գիտենք, մենք կսիրենք Հիսուսին եւ այլն, բայց Աստված մեր սիրտը լավ գիտե։ Անոր համար քո ներսդ կնա մդիր քո ներքին սենյակ եւ դես արդյոք այնտեղ իսկապես Հիսուսով դու բավարարված ես։ Արդյոք Հիսուս քեզ իսկապես կբավարարե։ Եվ այդտեղ շիդակները գաններ։ Հալելույա։ Հետևյալ օրը, համար 43, նայ մեմ եւս եղավ, հետևյալ օրը Հիսուս Գալիլեա երթալ ուզեց եւ Փիլիպոսը գտնելով սավանոր եկուր իմ ետևես։ Փիլիպոս Բեթսայդայեն էր։ Անդրեասին եւ Պետրոսին քաղաքեն, նույն քաղաքեն։ Փիլիպոս գտնեն Նաթանայելը, ինքը գերտա ուրիշին, եւ գսանոր ան որուն համար Մովսեսի օրենքին մեջ գրեց, Մովսես իր օրենքին մեջ գրեց եւ մարգարեներնալ զանիգա կդանք։ Կդանք այն մարդը, որ ամբողջ 5 դագարանի մարգարեները գխոսեին։ Եվ գսե անունը Հիսուս Նազովրեցի, սել է Նազարեթ քաղաքեն, Հովսեփին որդին։ Նազարեթ քաղաքեն Հովսեփի որդին։ Միշտ կներկայացնեին մարդիկ իրենց հորը անունով, մոր անունով չէ, հորը անունով։ Հովսեփ եւ այդ եւ անշուշտ մենք գիտենք, որ Հիսուս որտեղ կրվեցավ մեկ խոսքով Հովսեփեն, իր հայրը Հովսեփ չէր։ Հիսուսի մայրը Մարիամն էր, բայց հայրը երկնային հայրն էր։ Հովսեփ որտեղ կրեց եւ արավ Մարիամին, երբ որ Հիսուս ծնավ իր դունը։ Ուրեմն ինչ կս այստեղ Նաթանայելին Փիլիպոսը գսե մենք կդանք այն ով որուն մասին գրված էր բոլոր մարգարեության մեջ։ Հիսուսի 12 աշակերտներեն Նաթանայելը մենք չենք տեսներ հետո։ Գգարձվի թե իր անունը փոխվեցավ Բարտողոմեոսն է ինքը։ Նաթանայել ավելի Բարտողոմեոսն է, որ եկավ միջև Հայաստանի սահմանները։ Չսվի սուբկիրկը, բայց 12 աշակերտներու մեջ Նաթանայելին մասին հետո գսվի թե Բարտողոմեոսն է։ Ինչևից է։ Կարևորը նայեցեք։ Մենք կնանք Հիսուս Նազովրեցին։ Հիմա նայեցեք Նաթանայելի պատասխանը։ Համար 46։ Նազարեթեն կարելի է որ աղեք բամը ելլե։ Նաթանայելը շատ լավ գիտեր քիրքերը։ Անորոմար Փիլիպոսը Նաթանայելին գերտա, գսա քիրքերը որ դու կգնես Մովսեսի օրենքները եւ մարգարեները, որոնք կսեն քեզի որ բիդիկա Մեսիան։ Մենք ես կդա այդ Մեսիան, եկուր քեզ ծանոթացնեմ։ Հիսուս Նազովրեցի, Նազարեթեն։ Նաթանայելը շատ լավ գիտե թե Մեսիան Նազարեթեն բիդի չկար։ Նազարեթը հյուսիսային բաժինն է Իսրայելի, Բեթլեհեմն բիդի կար։ Բեթլեհեմը հարավային բաժինն է։ Հութայի ցեղեն։ Անորոմար Նաթանայելը գխանքարվի գսե Հիսուս Նազովրեցի, Նազարեթեն, բայց Նազարեթեն Մեսիան չէ որ բիդի կա։ Ինչ շատ լավ գիտեր խոսքը։ Ոյագապցեով գիտեր խոսքը։ Եվ այդպես է։ Հիսուս Նազարեթեն էր, բայց ինք Բեթլեհեմ ծնավ։ Գհիշեք որ ծնունդյան օրը Հովսեփ եւ Մարիամը Նազարեթեն եկան Բեթլեհեմ։ Եվ իրենք այդտեղ մարտակրությունը եղավ։ Այդտեղ ծնավ Բեթլեհեմի մեջ ծնավ Հիսուս։ Ինչու՞, քանի որ Մեսիան Բեթլեհեմ պետք է ծնվեր։ Այս էր մարգարեությունը։ Ուրեմն Նաթանայելը երբ որ գսե Նազարեթեն չելեր Մեսիան, շիդագ է ասածը։ Հիմա Փիլիպոսը ինչ գսե։ Գսե եկուր եւ դես։ Եկուր քո աչքերով տես։ Խոսիլ պետք չէ։ Եկուր եւ դես, իրականությունը դես, մեր խոսքերով մի հավատար։ Սիրելի քույր եղբայրներ, մարդիկ պետք է տեսնեն Քրիստոսը քո մեջ, ոչ թե լսեն քո քարոզներդ, ոչ թե լսեն քո վկայություններդ, տեսնեն Քրիստոսը, եկուր եւ դես։ Դերևս ես չեմ հասկանար, չեմ գիտեր, բայց դու դես Քրիստոսին, ինձ մի տեսներ, Քրիստոսին դես։
Հալելույա։ Թող այնպես լավ որ սիրել քույր եղբայրներ մարդիկ Քրիստոսին տեսնեն մեր մեջ։ Եվ ոչ թե քու եւ իմ գարձիկները կամ գաղափարները։ Հալելույա։ Եկուր եւ դես։ Հիսուս երբ տեսավ Նաթանայելին, որ իրեն գուքար, ահա նաեւ ինչ կսե Հիսուս։ Ահա իրավցնե իսրայելացիմը, որուն ներսը նենկություն չգա։ Նենկությունը սել է խապեյություն։ Ոչ թե մեղ չգա։ Այդ ասել չուզեց Հիսուս, քանի որ մենք գիտենք, ինք եկավ մեղավորներու համար, բոլորին համար, բոլորն ալ մեղավոր են։ Նենկություն չգա, խապեյություն չգա, կեղծավորություն չգա, հետին մտքեր չգան, բահված բաներ չգան։ Օ, հալելույա։ Երանի այսօր մեր եկեղեցիներուն մեջ մաքրվեին այդ հետին մնացած մարդիկ, որոնք հետին մտքերով գուքան ներս, որոնք նենքությամբ կմտածեն կամ գխոսին, որոնք նենքության հոգիով գուզեն հետևիցդ առաջիցդ խոսին, հետևիցդ խոսին պամպասան կնել, գսե ահա իսկապես իսրայելացիմը, որուն մեջ նենքություն չկա։ Ինչ լավ գսե դեր Հիսուս Քրիստոս, երանի այդ բանը ասե ինձ, քեզ, մեզ բոլորիս։ Անգերձ Նաթանայել։ Նաթանայել իրեն ասավ, բա դու ինձի որտեղ են գճանշնաս։ Ուրգե գճանշնաս դիս։ Հիսուսի պատասխանը։ Դեր պիրիբոս քեզ չգանչած, դուն որ թզենի դագներ, ես քեզ դեսա։ Հիմա այստեղ հրաշք է։ Չենք գիտեր ինչպես Հիսուս տեսավ։ Քանի որ երբ որ այս բանը գսե, Նաթանայելը գսե դուն Աստծո որդի ես։ Ուղ է պատասխանը գուտա։ Հիմա ինչ կբադահեր արդյոք թզենիին դակ։ Շատեր գսեն, թե աշակերտները, 5 դագարանի սորվողները գնստեին թզեններու դակ Աստծո խոսքը գսերդեին։ Արդյոք Նաթանայել գսերդեր մարգարեություն այդ թզենիին դակ։ Արդյոք բամը եղավ այդտեղ։ Չեմ գիտեր։ Չենք գիտեր ինչ եղավ այդտեղ։ Բայց որ Հիսուս կսե ես քեզ դեսա, այդտեղ դեսնել բառը, որ Հիսուս կսե ես քեզ դեսա, Նաթանայելին ասել գուզե որ այդ քո բոլոր մտքերդ ես քննեցի եւ հասկացա։ Եվ քո մեջ նենքություն չկա, քանի որ այնտեղ թզենիին դակ դու թերևս արիտ ունեիր նենքություն ընելու, սդախոսություն, գեղտոտություն, ադոդություն, բայց դու չարեցիր եւ ես քեզ դեսա, երբ դու չարեցիր այդ սխալը։ Եվ այդ միայն Աստված կրնար տեսնել, մեգումը սիրտը բահված, որ այդ ռոբեին ինք գորոշե նենքություն չնել, մեղ չկործել, եւ Աստված կտեսնա այդ ռոբեին, եւ երբ որ եկավ եւ ասավ ես քեզ դեսա, Նաթանայելը ասավ դու Աստուծո որդի ես։ Ռաբբի, դու ես Աստուծո որդին, դու ես Իսրայելի թագավորը։ Վաու, ինչ մեծ թավանություն։ Սիրելի քույր եղբայրներ, գիտեք դեր ինչ կուզեմ ես մե, որ մենք ճանաչենք իր ինչը լալը, որ մենք ընդունենք, հասկանանք իր ինչը լալը։ Երանի թե ամեն մեկս լուրջ, խորունկ, մտածեինք մեր անձերին մասին, եւ այդտեղ պիտի տեսնենք Տիրոջ խոսքը մեզ պիտի կա, եւ մեզ պիտի փոխե, եւ մենք այդտեղ պիտի տեսնենք դու ես Աստծո որդին, որ իմ սրտից քաղաքնիկները հանեցիր մեջտեղ, եւ ինձ ցույց տվեցիր, որ դու սիրող Աստված ես, եւ դու դեսար ամեն ինչ, եւ դու այսօր կընդունիս ինձ։ Հիսուս չդատաբարտեց Նաթանայելին, այլ ընդհակառակը քովեց Նաթանայելին, ասելով ահա մեկը որում մեջ նենքություն չկա։ Եվ Նաթանայելը հասկացավ, որ այդ միայն աստվածային գործ է, մարդկային չէ։ Գտեսնեք ինչպես Հովհաննես առաքյալը մեզ կներկայացնե Հիսուս Քրիստոսի աստվածությունը տարբեր ձևերով։ Հալելույա։ Հիսուս կսե անոր համար որ քեզի ասի թե թզենիին դակ տեսակ հավատաս, ասկե հետո մեծ բաներ պիտի տեսնես։ Ճշմարիտ կսեմ ցեզի, ասկե հետո պիտի տեսնեք երկինքը բացված եւ Աստծո հրեշտակները, որ գելեն ու գիչնեն որդի մարդո վրա։ Հալելույա։ Հիսուս կսե Նաթանայել, դու ինձ կսես Աստծո որդի եմ, շիտակ կսես։
Ես Մեսիան եմ Պետրոս, ես Մեսիան եմ Փիլիպոս, ես Քրիստոսն եմ մարգարեներուն ըսվածն եմ Անդրեաս, այո ես եմ, բայց դեր ինչեր պիտի տեսնեք, ինչեր պիտի տեսնեք երկնքի քաղաքնիկները պիտի տեսնեք, բայց Քրիստոսի վրա, այստեղ գրված է, որդի մարդու վրա գիչնեն եւ գելեն հրեշտակները, միջոցը երկնքի որդի մարդուն է, եւ այս կհիշեցնե մեզ 5 տակարանի Հագոպի երազը, երբ կպախչեր իր եղբորեն Եսավեն, այդտեղ տեսավ երազ, երազմը գսե, որ աստիճան գար թեպի երկինք կբարձրանար, եւ հրեշտակները այդ աստիճանին վրա գելեին եւ գիչնեին, այդ աստիճանը գգաբե աշխարը, մարդիկ, երգինը, հոգևորին, աստուծո, եւ այդ աստիճանը Հիսուս այստեղ գսե ես եմ, ես եմ աստիճանը, որ ինձմով պիտի օրհնություններ ելեն եւ իջնեն, ինձմով երկնայինը պիտի հայտնվի, ինձմով պիտի քաղաքնիկներ կան աստվածային, ինձմով հրաշքներ պիտի տեսնեք, հրեշտակները ինձմով հրաման գառնեն կործելու, ինձմով գանցնի ամեն ինչ, ես եմ այդ միակ աստիճանը, գաբողը, մարդը, Աստծո, հալելույա։ Գտեսնեք Հիսուս ամեն շեշտը գտնե մեմը եւս իր վրա։ Հովանես Ավետարանիչը այս բոլորը գկրե շեշտը տնելով թե Հիսուսն է Գետրոնը, Լոգոսը, ինչպես անցյալ անգամ տեսանք, Գետրոնը ամեն ինչ եղած է իրմով եւ առանց իրեն ոչ մի բան չեղած, եւ այն է Գետրոնը 5 տակարանի բոլոր Մովսեսի օրենքները գրված է իր վրա։ Աշակերտները Հովանեսի հասկացան, որ Հիսուսն է կառն Աստծո եւ ամեն ինչ այսօր կգազմվի իր վրա գսե, իրմով կսկսի ամեն ինչ։ Ես եմ միակ աստիճանը, միակ միջոցը, հալելույա։ Ես եմ ջամփան, ես եմ ճշմարտությունը, ես եմ կյանքը։ Եվ այստեղ գտեսնենք այս համարներուն մեջ հոյակապ ցևով Հիսուս կներկայանա։ Հոյակապ ցևով այսպես գտեսնենք Հիսուսի գրնամսել իր բատկերը, իր էությունը, իր դիբարը, այդ աներևույթ Աստուծո երևույթն է, որ եկավ մարդացավ եւ նույնիսկ պիտի մեռնի, քանի որ գրված է մորթված կառնուկ, պիտի մեռնի, բայց մեռնելեն առաջ կպատրաստ է հայտնություններ, կպատրաստ է հրաշքներ, կպատրաստ է ցույց տալու, որ իրմով պիտի սկսի ամեն ինչ, նոր սկիզբ մը կսկսի։ Ինչպես 5 դագարանի մեջ առաջին էջերը 6 օրվա մեջ ստեղծվեցավ երկինքն ու երկիրը եւ 7-րդ օրը դերը հանգչեցավ։ Հիմա Հիսուս նույն բանը գնե այստեղ։ Հաջորդ անգամ ցեզի գսեմ այդ հետեւյալ օրը ինչ միտք ուներ։ 6 օրերու միտքն է, որ ամեն ինչ Քրիստոսով մեմը եւս կսկսի։ Ինչպես ծննդոց առաջին երկրորդ գլուխը սկսավ ամեն ինչ, նույն մտքով Հովանես կներկայացնե նոր սկիզբ Հիսուս Քրիստոսով, նոր ստեղծագործություն Հիսուս Քրիստոսով։ Քանի որ նույն ցևով կսկսի։ Այստեղ գսե սկիզբեն էր բանը Աստծով էր բան Աստված էր, 5 դան գսեր եւ Աստված սկիզբեն ստեղծեց երկինքն ու երկիրը։ Նոր կսկսի Քրիստոսով հավիտենականության սկիզբը։ Մարդկության համար անշուշտ։ Կամ որ հավիտենականության մեջ Աստված գար։ Մարդկության համար նոր սկիզբ կա այստեղ։ Հալելույա։ Երանի քեզ եւ ինձ, եթե մենք կարողանայինք այդ Քրիստոսի մեջ Քրիստոսով բավարարվել, Քրիստոսի բռնելով, Քրիստոսի հասկանալով, Հիսուսը ճանաչելով, իր փառքին համարաբերելով։ Ինչ լավ ես, եթե Հիսուս ունես։ Ամեն ինչ իր վրա է։ Երկինքը կբացվի Հիսուսով։ Հրաշքներ կան, օրհնություններ կան, հրեշտակներ կգործեն, բարձրապես քանի որ Հիսուսն է քո ճանապարհը։ Ամեն ինչ Հիսուսով, Հիսուսի մեջ եւ Հիսուսի համար։ Եվ իրեն լա փառքը հիմա եւ միշտ եւ հավիտյան, հալելույա։ Սիրելի քույր եղբայրներ, իսկապես մեծ օրհնություն է բաշտել դեր, օրհնել դերը։ Այս կարդացածից պիտի խնդրեմ մեմնալ գարտակ հիմա, հենց կվերջանա մեր այս սերդողությունը։ Մի 5 վայրկյան արեք, մեմնալ գարտացեք շատ արագ, ինչ որ հիմա գարտացինք։ Մի քանի համարներ են։ Գիտեք ինչու, որ մնաց էր մեջ։ Դբակրվի, որբեսի կարողանաք ապրիլ։
ամեն Դերը օրհնի այս երկեն վերջ կվերակտնենք իրար Գործնենք եւ գբադվենք քեզ ամենագալ Աստված, քո բոլոր բարիքների համար, քո մեծապարության համար, քո սիրո համար եւ քո որդվույն Հիսուս Քրիստոսի համար, որ մեզ համար կյանք տվիր եւ ղրգեցիր քեզ ելլա փառք եւ բադիվը։ Գաղութենք ով դեր օրտնես, փանաս մտքերը, սրտերը, որբեսի աշակերտներ դառնան, հետևորդներ դառնան մեր սիրելի ազգի բոլոր զավակները դեր։ Դու փառավորվիս ամեն բանի մեջ դեր։ Հիվանդները գհիշենք այսօր, ինգածները, մենակները, դխուրները, անոնք որով դեր նույնիսկ ֆինանսական խնդիրները գանցին, ցերկդ երգնցոր, հայտնվիր ով դեր եւ օգնե մեր միջոցով նաեւ մենք մեր բաժինը կատարենք, որ շատերը ով դեր քան քեզի, շատերը օրտնվին, շատերը փառք տան քո անվան, շատերը քո սերը վայրեն եւ քեզ մովլան հապիջան։ Օրտնյալ է քո սուրբ անունը հիմա եւ միշտ հավիդյան, հալելույա, ամեն, ամեն եւ ամեն։ Դերը ցեզ արադավես օրտնե սիրելի քուր եղբայրներ, եթե դերը գամենակալ շաբաթ, չորեք շաբթի գանտիբինք, իր օրտնությունը գվայելենք, օրտնված շաբաթ ինչ որ գարտացինք, ինչ որ սերդեցինք, մեմնալ վերակաղրեք եւ աբրեցեք։ Աշակերտներ եղեք, աշակերտներ։ Դեր օրտնեցես, ցտեսություն։